Սյունիքում տարբեր փուլերում գտնվող 1 տասնյակից ավելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։ Որոշ հատվածներում նորոգվում, հիմնանորոգվում, մի մասում էլ զրոյից են կառուցվում։ Մի խոսքով մարզում ակտիվ եռուզեռ է։ Ճանապարհաշինարարական ոլորտում կառավարության միջոցներով իրականացվող նախագծերի ընթացքին ծանոթանալու համար երկօրյա աշխատանքային այցով լրագրողների հետ Սյունիքում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այցի առաջին օրը մեկնարկեց Հյուսիսային թևի ուղղությամբ M2 հարժից Ներքին Խնձորե Սկվերիշեն Խոզնավար ճանապարհների կառուցման ընթացքին հետևելով։ Այնուհետև ներկաները եղան M9-ից Սատանի կամ Մուրջ տանող ճանապարհի շինհրապարակում։ 20 կիլոմետր երկարությամբ հատվածի վերանորոգումը վերին շերտի ասֆալտապատման փուլում է։ Եռաշերտ ասֆալտի խտությունը, ջերմությունն ու հաստությունն են ստուգվում։ Մենք նախատեսել ենք շինաշխատանքների ավարտից հետո նաև ճանապարհը կահավորել երթևեկության նշաններով, գծանշում անել տերմոպլեքսով եւ ամբողջությամբ այս տուրիստական նշանակություն ունեցող ճանապարհը հանձնել շահագործման։ Այս ճանապարհահատվածը կլուծի Տաթև լծենով երթևեկող վարորդներին հաճախ հանդիպող դժվարությունների հարցը։ Ներքին զբոսաշրջության զարգացման համար էլ այն կարևոր գործոն է։ Մարդատար ավտոմեքենաների համար կարծում եմ շատ ավելի արդյունավետ է գալ հենց այս ճանապարհով, շինուհայրով գալ, որովհետև հիմնականում բեռնատար մեքենաները օգտվում են լծենի ճանապարհը, այդ ճանապարհից են օգտվում եւ շատ ավելի թեթև է տրանսպորտային միջոցների համար, որովհետև բոլորին հայտնի է բեռնատար ճանապարհների, հատկապես ոլորանների հատվածում մեծ խնդիրներ էին առաջացնում։ Ռազմավարական նշանակություն ունեցող Որոտան խոտ ավելի քան 10 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցումը հատկապես կենսական է որոտանցիների համար։ Սրա անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ հակառակորդը 2021-ի աշնանը շրջափակեց M2 Մայրուղու Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածը։ Միջև այս պահը Որոտանի հարցը մի քիչ շատ լուրջ է եղել։ Այսինքն դժվարությամբ ա եղել շարժը, մեքենաներ ունեին իրանք այն ոնց ասեմ, երկու կամրջանի տեխնիկան պետք է անցներ, բարձր ավտոները պետք է անցնեին ստեով։ Հիմա այս պայդրությամբ արդեն շարժը լավացած է, երբ որ ասֆալտն է վերջացնել, շատ լավ կլինի։ Որոտանից միջևն է 8 կիլոմետր է, եթե չեմ սխալվում, մինչև Բարձրավանի Խաշմերուկ 6 կիլոմետր էլ Լեղից է։ Այսինքն իր ճանապարհը կարճանում է, իսկ եթե պետք է անցներ շինոհայրով, գնա բանով մտնի, նեղ երկարում։ Մարդիկ արդեն ստեից շարժը կսկսվի։ Ու նույնը Շորնոխի վիճակը։ Շուրնոխներ պետք է գա, Տաթևով անցնի, գնա մի քիչ երկարում։ 2022-ից մեկնարկած ճանապարհահատվածի մի մասի կառուցումն արդեն ավարտվել է։ 2 կիլոմետր հատվածում հողային աշխատանքներ են իրականացվում։ Ջրի կուտակումները, քարաթափումները խոչընդոտել են դրանց ընթացքին։ Այստեղի տարբերություն մեր հիմնական ծրագրերի ամբողջովին նոր ճանապարհ է կառուցվում, այստեղ նախկինում որպես այդպիսին ճանապարհ գոյություն չի ունեցել։ Շինաշխատանքները որոշակի բարդություններով են առաջ գնացել, հողային քանդման որոշակի խնդիրներ են եղել, ինչը բերել է նրան, որ նախագծում որոշակի նոր նախագծային լուծումներ են տրվել։ Այցի երկրորդ օրը Սյունիքի հարավում անցավ, առաջին կանգառը Շվանիձոր Նռնաձորի ավտոճանապարհն էր։ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում 2 թունել 20 կամուրջ կլինի։ Սյունիքում կառուցվող 30 կիլոմետրանոց այս ճանապարհը 1 ժամ 20 րոպե տևող երթևեկելի ժամանակը կդարձնի 20 րոպե։ Այս ճանապարհահատվածում 2 թունելներ են լինելու։ Առաջին թունելի կառուցման աշխատանքների մոտ 95%-ն ավարտել ենք։ 200 մետր երկարությամբ երկրորդ թունելի կառուցումը շուտով կսկսենք։ Քաջարանի թունելի մասով մրցույթային գործընթաց է հայտարարված, իսկ Վարգուշատի թունելի մասով առանձին բանակցություններ են ընթանում եվրոպական կազմակերպություններից մեկի հետ եւ հաջողության պարագայում իրենց ներգրավումն էլ եթե ապահովի, մենք մյուս տարի կմեկնարկենք նախադեպ չունեցող խոշոր թունելների կառուցման աշխատանքներ, որոնք էական են ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցի տեսանկյունից։ Ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17, ինչը ձեռնտու է երկու երկրներին։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին է նշում, հավելելով սրանով կնվազի վթարների հավանականությունն ու կմեծանա բեռնափոխադրումների ծավալները։
خب طبیعیه وقتی تجارت افزایش پیدا بکنه Երբ նախագիծը կյանքի կոչվի, դա կնպաստի տնտեսական զարգացմանը եւ սրանից կշահեն մեր երկու երկրները։ Եթե Հայաստանը շահի, բնականաբար Իրանն էլ կշահի։ Հայաստանի զարգացումը, բարգավաճումը նաեւ Իրանն է ուզում։ و این بزرگترین نفعه برای ما Յուրաքանչյուր տարի հանրապետությունում 500 կիլոմետր եւ ավելի ճանապարհ է կառուցվում։ Թերություններից, նախագծերի հետ առաջացած խնդիրներից խուսափել հնարավոր չէ, ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Օբյեկտներ են կայացել, որտեղ որոշակի խնդիրներ կան, բայց սրանք ընթացիկ ճանապարհներ են, մենք դեռ չենք ավարտել շինաշխատանքները եւ այդ եկած թերությունները կշտկվեն առաջիկայում եւ դրանից հետո նոր միայն ճանապարհը կհանձնվի շահագործման։ Ուզում եմ վստահեցնել, որ մենք վճարումներ կատարում ենք եւ ճանապարհը վերցնում ենք շահագործման այն պարագայում, երբ որ եւ լաբորատորիայի մասով եզրակացություններ ունենք, նաեւ ճանապարհը ընդհանուր առմամբ գտնվում է լավ վիճակում։